Ես Անահիտ Կիզիրյան Ղարաբաղցի եմ, Ստեփանակերտ քաղաքից եմ։ Ես աշխատել եմ Հացիփորում, 20 քանի տարի աշխատում եմ Ղարաբաղում։ Հետո Փառք Աստծո դժվարություններ ավելի ապրալանք։ Հետո նրանից հետո էլ որ բլագադան ինգելա մեջը շատ դժվար ենք։ Մարտի գիշերը անքունան տարալ, ոչենա առավոտ գիշերը կանգնեն հաց առնեն, ոչենա հնարավոր է որ գնան գործին, չգիտեն ինչ անեն, աշխատեն թե պենանեն, քինան գործին, մարդիկ հինգիտամ անընդհատ գիշերները հինգիտամ քոնչ ունեն, մարդիկ քոնչ ունեն, հացի օչերդում կանգնած են, դրա համար էլ ասում ինչքան կրեցանանք մարդկանցում ենք բավարարանանք հացի փուրին։ Դուք այդ բլոկադայի օրերին միշտ աշխատում էիք, գիշերները աշխատում էիք, անընդհատ ամեն օր գիշեր ցիրեք։ Որ կարինք մարդկանց ժողովրդին բավարարենք։ Թեկուզ սև հացել յոլային տարան, հաց ենք թխել վեր մարդկանց պենանին, ինչ մարդիկ սոված չմանան։ Կտրոններով հացը բավարարում էր արդյոք մարդկանց թե մեկ բավարարենք ընտանիքին եթե շատ շունչ այլել երկու հաց ենք տալիս իրա որ մարդիկ կարեն կսոկ յոլա տանեն մարդիկ այլել որ մին ենք տվել վեքիչ ընտանիք այլել որ կարեն բավարարվեն էլի որ կարեն սա ժողովրդին բավարարենք հացա որ մարդիկ սոված չմնան իսկ ալյուրի խնդիր էլ ռուսը պերելից սելել Սենցելի Միկել հասնես նա վեր գրեցանք հաց թխենք այն դեր չպահինեան վեր ուժը սիպակ ալիր չիլել սև հացել սև ալիրել թեկուզ պենա կուկուրուզնի պենա ալիրել վեր ասանք մարդիկ էլա թեկուզ յոլա տանեն էլի սոված չմնա նամից հետո էլ Պատերազմի ամսի 19-ին սկսվեց ժամը 1:00 գյումչում 15 շաբաթ սկսվեց մենք գնացինք պատվալը մնացինք բայց մայրս չկարողացավ իջնի ինչ որ բենա անշարժա մնաց առողջական խնդիրներ ունի առողջական խնդիրներ ունի դրա համար չքայլել, չէ, սայլակի վրա ելալ, հա, դրա համար չկարողացել իջնի պենա, նկալ չեք կարողացել, դրանից հետո էլ մենք իջել ենք, էքսը չգիտենք գնանք աշխատանքի թե մնանք, հետո զանգտվեցի որ նաչայնիկից որ դեր չեն գալու աշխատանքի, որովհետև ուժը հնարավոր չի որ կան անընդհատ արկակոծում էին բամբիտը բամբիտն անում դրա համար էլ չկարողացանք նկողում էիք նանից հետո անընդհատ բնի մեջ ենք ելել ոնց ասեմ ստրեսի մեջ ենք ելել անընդհատ գյունչում ինչ անենք ասեմ անորոշ խոճապային վիճակ է հա վիճակ է դե ուժը մնացել ենք անընդհատ ուժը կրակում են ուժը էտա մնա որ պետք է դուրս գանք էլ հնարավորություն չի բայց դրանից կմանել գնացել ենք բենզին բերել իսկ այդ ընթացքում հացի փռերը աշխատում էին մարդի դուք աշխատանքի պատերազմի ժամանակ ուժը կանգնեցրել ենք ուժը ոչ մեկը չի գնացել աշխատանքի որովհետև ուժը կրակում են հնարավորություն չկա որ գնանք հացի աշխատանքի դրա համար էլ ուժը տանը մնացել ենք ուժը պատրաստվում ենք որ դուրս գանք իսկ քանի հոգով էիք դուք ապրում ենք 4 հոգով 4 հոգով ապրում ենք, ես մայրս, քույրս, քորս տղան, ապրում ենք այդ տան մեջ, մենք ուժը հնարավորություն չիլա, որ մենք մնանք, ուժը կրակում ենք, ուժը այն ամանան, որ պետք է դուրս գանք, եթե մնանք, ուժը պետք է մեծ սպանեն թուրքերը, նրանից հետո ուժը պատրաստվել ենք ամսի 24-ին, թե 23-ին դուրս ենք եկել, վառելիք ունեիք Վարելի գնացել ենք ես նա քույրս
սա մինչև ժամը իրիկունա ոչ 9 ժամ թե 8 ժամ կանգնել ենք, որ վարելիքը վերցրել, եկել տուն վարելիքը ածինք, մաշինը դուրս կանք։ Ձեր ավտոմեքենան քուրս տղի մեքենայով դուրս ենք եկել։ Տեղավորվել եք ձեր ավտոմեքենայի մեջ, հա։ Չէ, չենք տեղավորվել, որովհետև քուրս հարցնել այլ երեխայի իր մայրը դրա համար։ Ոնցը կերպ նստել ենք դուրս եկել, դեցալ ուժել հնարավորություն չեք տեղավորվել մեքենայի մեջ։ Որը մեկ մեքենա եկել կանգնեցրել ենք մի հատ մեր միլիցիայությունից կանգնեցրել ասա կարողա ազատ տեղանեն, որ այս մարդիկ լիքն չեն կարողանում ազատ նստեն։ Ասից տեղ ունեք, ասից հա։ Նստել ենք այդ մծահասակ տարիքում մարդ է։ Նստել ենք իր մեքենայով եկել հասել տեղ գյուղ։ Ձեր մոր հետ միասին։ Չէ, մայրս քուրս տղի մաշին մեքենայով, որովհետև այդ մեքենա այդ տարիքում մեծ է, բենը այն բարձր է, չի կարողանա ոտը դնել նստել։ Քուրս տղան ժուգուլի է, դրա վրա է նստել։ Նրանից հետո եկել ենք 2 օր ճանապարհ ենք եկել։ Սոված ծարավ չենք հաշ չի եղել վերցնենք գամ ուտենք։ Լա սոված ծարավ եկել ենք, որը մեկը տեսալ կարտոշկա պենայիփում եւ ասма մայրից խնդրել ենք մորս համար վերցրել ենք լա գոնե եւ մայրը սոված չմնա ճանապարհին հուշաթափվե էլի, բայց մենք ոչինչ էլի յոլա ենք տարա միջև սովածել ասանք թակի այստեղ այս կողմից դուրս կանք փրկվենք։ Նրանից հետո եկել ենք տեղ գյուղ, այդ մարդը պերելա հասցրել տեղ գյուղ, պերանք տեղ գյուղ, պարկասո իմ քուրես պենստել, սեղանակցյալ հետո ճանապարհին ուժև հասել ենք Հայաստան, մեզ կերակրել են, ամեն ինչով բավարարել են, ինչ որ մենք սոված ենք, Հայաստանի մարդիկ մեզ ամեն ինչով բավարարել են, ճանապարհին թե ջուրա, թե շորերա, թե ուտելի տեսակետից մեզ բավարարել են, ինչ մենք բլագադի մեջ ենք սոված ենք եղել։ Նրանից հետո էլ եկել ենք տեղ գյուղ, մնացել մին տարի, քանի ամիս մնացել ենք տեղ գյուղում։ Ձեր բարեկամի տանը։ Բարեկուրս տանը մնացել ենք։ Տանը մնացել ենք, որ համել, որ փող չունենք, գանք այստեղ վարձոմանանք, մնացել ենք Քվորստանը։ Քվորստանը քուրս էլ բաց չթողել մեր ասալով վեր, քանի որ մայրը այդ վիճակում աթու մեր տանը մնա դուք էլ, այսինքն համ դուք մեր տանը մնացիք, համ էլ մայրը մեր տանը մնան եւ կարենք յոլա գնանք։ Դե Փարքասո մեզ բենավ օգնել են։ Ամեն տեղից օգնություն են հասցրել մեզ։ Բավարարել են ամեն ինչով։ Թե կարավաթավ, թե ամեն ինչով բավարարել են Փարքասո, Աստված իրանց օրհն է, շնորհակալ եմ Իրանից, որ մեզ բավարարել են ամեն տեսակետից։ Նրանից հետո էլ ուժը մայրս քանի գնում է, քանի ուժը առողջականը ուժը ոնց ասեմ վատարացավ։ Հա վտարա պիսացավ, ուժը նրանից հետո էլ բենանիկ։ Սկորինգ զանգտամ վեր կարինք փրկենք, ոչմ տարին գորիս։ Իսկ ինչ առողջական ինչ խնդիրներ ուներ։ Իրան ոտերի բան խնդիրներ այլել, որտեվ ինքը չի կարողացա քայլի։ Անընդհատ կալասկի վրա այլել դրա համար։ Նրանից հետո էլ ուժը բերել ենք Երևան, որ երեբունի բանեցումը ասեցին, որ մայրի առողջ տեղ չունե։ Լրիվ տեղը հիվանդ է։ Նրանից հետո էլ բերենք Քվորստոն, այս տունը, նրանից հետո էլ սկորինգ զանգտուվել, էլա բենարասից չէ, էլ վիճակի չի, էլի մայրդ համելասից վեր պիտի օրոցքել ունե, ասից պիտի բիշիշկը դուրս է եկել, վեր պիտի օպերացիա անեն, ինչ կասեք, իսեր ասից չէ, ինչքան կապրի, էլի, որովհետև եթե մնանա սեղանին, դրա համար չեմ թողացել, որ օպերացիա անեն։
Նայից հետո էլ նորից էլա սկորի են բռնել այստեղից տարել տեղ գյուղ միջև ինչքան կապրե դե այնա տեղը որ երկար չապրեց մահացավ այնտեղ էլ ուղարկվեցինք հա Իսկ դուք տեղափոխվեցիք Երևան հա մենք այստեղ տեղափոխվեցինք ուժե օգնոտվեցինք 40 կոտվեցինք եկինք տեղափոխվեցինք Արտաշատ նխտուն վարձեցինք դե թեկուզ այս ասма 50-ը վր տալիս ենք իրանց դե հալամ չենք աշխատելիս իլել աշխատանք չունեիք չէ աշխատանք չունեինք դե հենց էլի զորամիթերավ յոլա էին գնում դե այստեղին տներն էլ շատ թանկյա հնարավոր չի վեր կարինք այդ վարձին փողը տանք ինչ անենք ոչմ դե մնացինք բենարած սենց կանգնած ինչ անենք որ ասեմ չէ պիտի աշխատենք որ կարողանանք վարձին փողը տանք իրանք մեկը մեզ չեն նայելու չեն խղճալու մինա պիտի վարձը տանք դենց էլ եկե աշխատում եմ հացի փորում Երևանում տեղափոխվել եք Երևան աշխատանքի հա տեղափոխվել ենք Երևան նորից մտել եմ էլա հացի փորում աշխատում եմ դե էլա աշխատում ենք դե փառք Աստծո էլա ասма զորամիթերով էլա յոլա ենք գնում էլի ինչ անենք դրա համար զբաղվածության խնդրի պատճառով տեղափոխվել եք Երևան որ աշխատեք եւ կարողանաք վարձը վճարել կարինք վճարենք հա որովհետեւ գյուղում աշխատանք չկա իսկ իրանք էլ չեն աշխատում քորս ընտանիքն էլ չի աշխատում բոխսել ասма ասինքն այս օգնությունը վեր տալիս ենք էլա հա մենք ենք ապրելիս իլալ իրանք որպես իրանց տաններ կինեսինքը իրանց էլ այդ օգնությունը տալա իրանք են յոլա գնում դե հենց դե նայից հետո եկինք ստեղ աշխատում եմ հացի փորումը իսկ բավարարում է ինչ խնդիրներ ունեք հիմա դե ճիշտ ասած մի քիչ առողջության ցավոմա ասма ժամերով կանգնում եմ որ առողջությունս ներып չի էլի որ ցավոմա դες քանի ժամա ես 12 ժամ կանգնում եմ որ իրա որ աշխատեմ մի 2 կապեկ աշխատեմ որ կարողանամ վերտանին կոմունալը տան էլի յոլա գնանք ասում որպես ոնց գոյություն են պահում էլի իսկ Հայաստանի կառավարությունը մտադրվել է ապրիլի 1-ից այդ 50,000 դրամները արդեն կրճատեն ինչպես եք գոյատևելու ինչ եք մտածում այդ ուղղությամբ դե կխնդրեմ որ չկտրեն այդ 50-ն Ձեր աշխատավարձով հնարավոր է վճարել եւ բնակվարձը եւ կոմունալները եւ ապրել չեն կարողանանք տալ որովհետեւ այդ 50,000-ը որ տանում ենք վարձին փողը տանք այդ մի քիչ էլ աշխատում ենք որ կարող գոյություն են պահենք մի քիչ ուտելինք առնենք ինքն էլ ինքային թանկացել է ինչը որ եկել ենք այստեղ էլ ուտելիքն թանկացել է էլ չեն կարողանում ուժը էլի զորամիթերով յոլա են գնում դրա համար իսկ բնակապահովման ծրագրից հնարավոր է բնակարան ծրագրի քանի որ մայրս առաջի կարգի գրուպ այլալ պիտի պենանենք ասենք միգուցե որ գյուղում ենք էլ այնտեղ 5 միլիոն տալիս են էլ դե հետո մայրս ուժել էլ չհասցրեցի որ ես կարողանամ յուրանիմ կարիմ բնակարան ստանամ դե դեր մայրս մահացավ դեր մնացինք առանց բենի որպես ինքը առաջի կարգի հաշմանդամ ասենք միգուցե իրան կողմից ստանանք դե որ մահացավ էլ չեն կարողանում ստանանք որովհետեւ ուժը վերջի մենք գնում ենք հերթում ենք ուժը եւ հատկացվող գումարներով հնարավոր է երևի չէ ինչ 3000 դրամով ինչով կարող տունալ 3 շունչենք 4 ինքին քանի որ մայրս մահացել է դե 3 շունչենք դարել 3 շունչը մարդը 3 միլիոնով ինչ կարող ես առնես ոչ մի բան իսկ հավի պինը չես կարել առնես որ գոնե լա մեծացնես այդել չկա հնարավորություն չկա անհնարին բան է որ կարողանանք մենք որը մի բան առնենք որ կարողանանք մեզ մի տուն լինի մեզ
Դրա համար մացանք ստես կանգնած, ասենք, միգուցե պետությունը մեզ մի քիչ կօգնի, տունը կբավարարի, դե մտածում ենք, որ հալամ երևի չի ուզում բավարարել տները։ Իսկ հետ վերադարձի առումով, եթե հնարավորություն լինի Արցախ վերադառնալ, եթե թուրքը չլինի, ոնց որ մենք եղել ենք այնպես, հա, ես կվերադառնամ մեր տունը, Ղարաբաղ, ես պատրաստ եմ որ գնամ, քանի որ մեր թշնամին այնտեղ չի լինի։